Նման բանն անթույլատրելի էր, այնինչ այսօր հենց Պաշտպանության նախարարությունն է խախտումներ անում, ստորադասելով անվտանգության նորմերը հանուն իշխող կլանի PR-ի։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր այս տեսանյութով փորձել է իբր հաշվետվողականություն ցույց տալ, մինչդեռ Պաշտպանության նախարարության ռեսուրսներով անթույլատրելի հոլովակ է նկարել իր ՔՊԱ-ական թիմին օգնելու համար։ Պարոն Քերոբյան, դուք դիտել եք Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տեսանյութերը հրապարակած, որտեղ դիրքերն են ցուցադրվում մեր նոր կառուցած տեղանքը եւ այլն, ինչ եք կարծում, խաղաղության գնացող երկու երկիր մեր մոլորակի վրա ընդհանրապես տեսել եք այդպես իրար դիրքերը ցույց տան, իրենց տեղակայման վայրը, նոր կառուցված ամրությունները։ Ընդհանրապես դա պետք է դիտարկել ոչ թե երկու երկրների միջև հարաբերությունների տեսանկյունից, այլ Հայաստանի օրենսդրության տեսանկյունից։ Ուրեմն գոյությունի պետական գաղտնիքի մասին օրենք եւ այդ օրենքում նաև սահմանում է, որ կառավարությունը իր որոշմամբ սահմանում է այսպես կոչված ընդլայնված գերատեսչական ցանցը գաղտնիք կազմող տեղեկությունների եւ այն գերատեսչությունների ցանկը, որոնք տվյալ տեղեկությունների տիրապետում են, գաղտնագրում են, գաղտնազերծում են, արխիվացնում են, որոնք ունեն տարածելու կամ տնօրինելու, ավելի շուտ ոչ թե տարածելու, քանի որ գաղտնիքի պարունակում է տեղեկությունները։ Ուրեմն այդ որոշման համաձայն այդ ցանկի մեջ կան տեղեկություններ, գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք իրավաբանները կարող են համապատասխանություն գտնել այդ հոլովակներում պատկերված տեսանյութերի հետ։ Ինչ վերաբերում է խաղաղության կամ պատերազմի մեջ գտնվող երկրների եւ այդ երկրներում տարածվող տեսանյութերին, ես ուզում եմ հիշեցնել, որ 20 թվականի հոկտեմբերի սկզբին այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը եւ այսօր է զբաղեցնում, այդ պաշտոնը օտարերկրյա լրատվամիջոցին տեղեկություններ էր տրամադրում սպասվող ռազմական գործողությունների, դրանց ուղղության, դրանց բնույթի մասին, որը նույնպես ցավոք սրտի իրավական գնահատականի չի արժանացել։ Իրավապաշտպան Զահորի Փոստանջյանի տեսանյութն է տարածվում, որը որ տարիներ առաջ է դերևս արվել ու երկրորդ կամ երրորդ բնագծից մի հատ խարխուլ փոքրիկ տնակ է նա նկարել, որը որ քարից եւ անիվներից է պատրաստված, նույնիսկ իշխանական սպասարկուները բողոքում են, ասում են Զարոհի Փոստանջյանին պետք է կալանավորել, դատի տալ եւ այլն, իսկ եթե համեմատենք այս երկու դեպքերը իրար հետ, որը ինչ պատժի պետք է արժանանար։ Ուրեմն այն ինչ տեղադրել է Զարոհի Փոստանջյանը, ես մոտավորապես եմ պատկերացնում ինչի մասին է խոսքը, բայց նման բաներ, ասենք օրինակ տեղադրում է ոմա ռազմավարական կազմակերպությունը, նախատեսված են ընդհանրապես պաշտպանական գործողությունների ժամանակ կարճատև նահանջի կամ թիկունքի ծոքերի պաշտպանության համար, բայց դրանց նշանակությունը եւ ընդհանրապես գործողության ժամկետը ընդհանրապես ասած համնատելու չէ այն բանի հետ, ինչ իր տեսահոլովակում ներկայացնել Պապիկյանը, առավել եւս որ իրենց չափով կառուցվածքով եւ մնացածամենչով իրենք տեղանքի վրա չեն առանձնանում, իրենց հնարավոր չէ տեղ որոշել, թե որտեղ է կոնկրետ ասենք այդ դիրքը, մինչդեռ Պապիկյանի հրապարակած հոլովակում նույնիսկ օդային տեսանկարման կադրեր էին տարածվում, որից այսպես ասած նույնիսկ չպատրաստված դիտորդը կարող էր հետևություն անել, թե որտեղ է գտնվում կոնկրետ այդ տարածքը եւ փոքրինչ դիապետով Google Earth կամ Google Maps գործիքներին կարող էր նաեւ ճշգրիտ տեղորոշել, թե որտեղ են դրանք գտնվում։ Այսինքն մենք այստեղ գործ ունենք լրիվ անհամեմատելի, անհամադրելի իրավիճակների հետ։ Պարոն Քերոբյան, իսկ եթե Հայաստանում գործեր օրենքը եւ արդարադատությունը Սուրեն Պապիկյանին ինչ պատասխան կսպառներ։ Եթե Հայաստանում գործեր օրենք եւ արդարադատություն, ոչ Սուրեն Պապիկյանը, ոչ իրեն ղեկավարող անձը չէին կարող առաջին հերթին զբաղեցնել այդ պաշտոնները, առավել եւս գիտենք, որ Սուրեն Պապիկյանը իր
զինվորական ծառայությունը անցկացրել է մասամբ, անցկացրել է ոչ հայկական զինված ուժերում, իր իսկ խոստովանությամբ ծառայել է այսպես ռուսական սահմանապահ զորքերում, դեռ չգիտենք էլ Հայաստանի տարածքում թե ոչ, ծառայության ընթացքում աչքի է ընկել ոչ կամադրական հարաբերության մասնակցությամբ, հրամանատարի կամ սպայի նկատմամբ բռնություն է կիրառել, դատվել է, նստել է, ինչ-որ համաներումով ազատվել ժամանակին, եւ այսօր ուղղակի այդ մարդու պաշտպանության նախարարի պաշտոն զբաղեցնելը ուղղակի ծաղր է մեր զինված ուժերի նկատմամբ։ Իսկ եթե իրավական կողմը նայենք դրան, ապա իհարկե պետք է դա իրավական գնահատականի արժանա անպատասխան մասնագետների կողմից եւ անպատասխան ծառայությունների կողմից առաջին հերթին պետական գաղտնիքի մասին օրենքի առաջնային պատասխանատուի ազգային անվտանգության ծառայության կողմից, բայց մենք գիտենք օրինակ թե այս իշխանությունների օրոք ազգային անվտանգության ծառայությունը ինչ է վերածվել քաղաքական հակառակորդներին ուղիղ ճնշման գործիքի, էլ չեմ ասում, որ ժամանակին հիշում եք կառավարության նիստին ԱԱԾ-ի տնօրենին, նիստի ժամանակ ԱԱԾ-ի տնօրենին հանձնարարվում էր գնալ փնտրել կամ ոչի վրա փոչիկներ կապողներին կամ սատանայի հետևորդներին։ Սա ուղիղ ծառը պետական ինստիտուտների նկատմամբ սա չի կարող դիտարկվել որևէ այլ կերպ։